Պարոն Ստեփանյան, թերևս ավարտին է մոտենում Հույդա Նիկոլ Աղբալյան ուսանողական միության հոբելյանական 25-րդ բանակումը, նկատի առնելով, որ դուք նաև եղել եք Հույդա Նաում ատենապետ ժամանակին, ինչ զգացողություններով եք այսօր ներկա, այս հոբելյանական բանակմանը, նախ այս կխնդրեմ ձեր զգացողությունները։ Նախ հաճելի հիշողություններ են արթնանում։ Ես հիշում եմ, երբ որ ուսանողական միությունը որպես այդպեսին իր առաջի բանակումն արեց, նվիրված է ուսանողական միության 10-ամյակին 2000 թվականին։ Այսքան մեծ թիվ չուներ այն ժամանակ բանակումը, առաջինն էր, փորձում էինք հնարավորինս սեղմ կազմով անել եւ ստացվեց, էլի եւ գաղափարական, դաստիարակչական մասն էր եւ ֆիզիկական պատրաստվածության մասն էր, շենքային պայմաններ չէին, վրաներում էին մնում, էլի տարածքում էր, հավանաբար այն հատվածում, Մեղրաձորի կողմերում, լավ անցավ, չեմ հիշում այդ բանակումը ինչին էր նվիրված, մենակ այս բանակումը Նիկոլ Աղբալյանի ծննդյան 150-ամյակին նվիրված, բայց լավ անցավ, կարծեմ Դաշնակցության Հայաստանում վերընծուղման 10-ամյակին նվիրված բանակում էր, նորագիրներ եկան, հետո այդ բանակումի միջով անցած մարդիկ կուսակցության մեջ պատասխանատու պաշտոններ ունեն, պետության բարձրագույն մարմիններում են գրված, ազգային ժողով պատգամավորներ կան այդ բանակում մասնակիցներից, մի խոսքով հաճելի հիշողություններ կան, որ երկար կարելի է պատմել։ Իսկ ձեր սերունդի ժամանակ ձևավորված բանակումի եւ այսօրվա բանակումի միջև ինչ փոփոխություններ են տեղի ունեցել կամ ինչ ընդհանրություններ կան, ի վերջո 25 տարիները քիչ տարիներ չեն, արդյոք փոփոխվել են, բանակին հատուկ այդպես սկզբունքները, մոտեցումները, ինչն է ընդհանուր եւ ինչն է փոփոխական։ Օրինակ, հիմա կենցաղային բան ասեմ, գալուց երեխեքի համար քաղցր վերցրեցինք, նես բոլ վերցրեցինք, այն ժամանակ դա այդպիսի ճոխություն ոչ եկողներ էին թույլ տալիս, ոչ էլ բանակումի պատասխանատու կազմ էր անում, ոչ թե սակավակենցաղություն էր խնդրել, այլապես այն ժամանակ հավանաբար այդպիսին էր դրվածքը, ավելի խիստ էին, անկեղծ ասեմ, արդեն վրանային պայմաններում բանակում անցկացնել նշանակում է խստություն, բայց փոխվել է հիմա հավանաբար ոչ միայն պայմանների իմաստով, նաև մարտահրավերների իմաստով, այն ժամանակ ունեինք այլ քաղաքական իրավիճակ, ուսանողականի անդամների համակիրներին այլ գաղափարական դասախոսություններ ենք ներկայացնում, այլ նպատակներ, ծրագրեր, հիմա հասկանալի պատճառով բոլորովին թեմատիկան նաև փոխված կլինի, բայց ամեն դեպքում գլխավոր ռազմավարական առումով թերևս բանակումի հետապնդած նպատակը նույնն է Դաշնակցության գաղափարների իրականացում։ Իսկ ինչ խորհուրդ կամ ուղերձ կհղեք այն երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են անում Հույդանաում բանակում ինտեգրվելու, անդամագրվելու ճանապարհին։ Ես ուսանողներին, երիտասարդներին խորհուրդ կտամ, ուղերձ կհղեմ, որ չվախենան պայքարելուց, իսկ ուսանողական միությունը, Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը դա պայքարի մի ասպարեզ է, մի հարթակ է, այսօրվա տերմիններով ասած, որը ավելի ուղղորդված է տանում առաջ այդ պայքարը, որ ավելի կազմակերպված է տանում եւ ուսանողությանը նաև գաղափարական, ազգային գաղափարական ուղու վրա է դնում եւ դրա այդ առումով կարծում եմ, որ ուսանողական միության բանակումի մասնակիցները միմիայն շահած են դուրս գալու։